շնորհակալ ազին հոսպիտալմանով գիտես գանտել ես բակերի շալավոր չէ կրեանությունն ամեն բանպես գանտել են որ ասես ցերքի ցեր կփոխանցի ինձիալ փոխանցված է ինձ առաջանները թե գարտալով թե շփվելով հարթեն կենեն մարկեն եւ զանազան գենտանի կրոներով շփումը կարևոր է ուրեմն երկու խոսքից եմ գարչ ասենք առաջապանը մարկի մասին մարկը ծանոթ է ձեզի բոլորին Մորիալի մեջ շատ ծանոթ է նախ գնաց Ֆրանսա ուսանած Ֆրանսա հայախոս դամը մեջ ինքը գսե առաջամեր ու կարդուն մեծամայս է գարտայի հայերեն քրերը վերջի եկած է երբ որ հանդիպում է եղած է Բեյրութի հետ Կարևոր անկերդում մնա ասի 60-ականներում երբ որ Բեյրութեն ուսանողները գերտային Եվրոպա ուսանելու եւ ուսանողական խումբ կար հոն մարկի երբ որ անտիբած էր ուսանողներում գենտացրեն որ անդրդարձ եղած է որ գենտանի աշխարհը գա հայացես որտեղ երբ որ Ֆրանսիան ծնծածես նույնը չէ եւ հոն նախանց է եղած է որ ես եմ զոմայրեն կրել եւ ադիգա քենտյանալի բան մնա չէ ես եմ զոմայրեն կրել մենք բոլորս Գուզենք հայերեն գարտալ, որտեղ գուզենք հայերեն գարտալ չէ, նախանց ունի, որ գուզենք պան մաստան։ Ուրեմն ակինքով ապկի անքին է, կրելու հայերեն կրելու պապակոնգե գեսկեսի, ֆիլիսպայություն ուսանած է, նախ մաթեմատիկ ուսանած է, դոկտորանո երած է, ուսիչ երած է, կասախոս երած է մաթեմատիկի, Սրասբուրգ, նույն ադեր ֆիլիսպայության դոկտորական երած է, 80-ականներում սկիզբը արդեն ավարտած է և Բեյրութ է, գամը գտել է։ Առաջին հադորը, առաջին բանը որ դված է մարդը գամն է, գամի առաջին հադորը, գամները հոս են, առաջին տիրուչի գա, մոդավես աս չապով հադորն է, Բեյրութ դված, որ մեր պիտի շարունակվի 10-րդ տուրիստ է սազե արդեն, 11-ն ընթացքի մեջ է։ Սակայն առաջին կիրքը, որ մարդը հրադարագած է, հայերենով չէ, գամեն զատ, գամաբարդարական է, ես բերի հին կիրքերը, և ուզեմ բարձրապես հոս Սույց տալ, որտեղ ադում կա ճիշտ է այսօր մենք պիտի խոսենք նոր կիրքերու մասին, այսինքն ուն նվադակ այսօրվա 2017-2025, մարկը 13 հադոր նվադարակած է։ Սակայն ատկի առաջ անցյալն դա ուզեի բարձրապես ցույց տալ, ասենք իմ կիրքերս են։ Եվ սեանին վրա տնել։ Ամեն ինչ բերեր ես, վերցիլան։ Բարձրապես ուզում պատմական No, c'è. Variamo. Ուրեմն ասիա է առաջին կիրքը, այժմիզաժ դրանալենին 80-ականներում վերջերին ուստես։ Ասի դրանության մեջ առաջին ծանոթացումն է մարկին Մորիալի մեջ, ադորը մարգացից տալ։ 89-ին եթե չեմ սխալի, հոս Արոնյանի մեջ ասկիտ ներկայացված է։ Իմա ծանոթությունից մարկին ասկիտին ու կա առաջին բանը որ գարտացած է մեր մեջ։ Եվ ատկե վերջ հաջորդեցին կիրքերը Եգար ադեկվանքի գսել, որ երբ հայերեն ադորվի ունենան կեզ, մեր գսել ժամանակ ուկա։ Ուրեմն ամուսնա առաջ եկան, ատկե վերջ ուկա, Writers of Disaster, 2002-ին։ Մարկը նաև տասախոս եղած է Կոլոմբիա համալսարան, 15 տարի, հայկրանության ամյոնի վարիչ եղած է, և հոն աշայետներն էր, և ասկիպը գոմիդաս ինստիտուտը եղան, ես շատ լավ իիշեմ, ներգայացում է եղավայնական միոր, և ասկիպը հավանը բան մարկին աշայերում ամենի շատ կարտասած կերեն մենգ է։ Ուսանողները գրեթե բոլոր ասիա գարտացած են։ Այդ կիրքը նաև ունի ֆրանսերեն դարձակ, որտեղ ասկիքերը ֆրանսերեն կրված են, 3 հատոր է։ Writers of Disaster-ը առաջինն է, ասի առաջինն է La Révolution Nationale, հետո Louis Lidestin Le Deuil de la Philologie, և ասկիքերը ընդհանրապես հայ կրոններում ասին են, գործերն են, Վարուժան, Զավելեսային և այլն, և երկու բաժին ունի, առաջին բաժինը ուսումնասիրությունն է, երկրորդ բաժինը մարդը միշտ դսել, որ եթե աշակերտային ցերտիկի պիտած, հայերեն կրոնություն պիտած, եթե անգլերենով կամ ֆրանսերենով իգրտան պետք է տակմանություն ալա, չես պիտած կարելի չի ասել ոսկով, և ուրեմն երկրորդ բաժինները տակմանություն են տեքստը, երրորդը նույն շարքի մեջ գոչվի Le Roman de la Catastrophe, այս երեքը ֆրանսերեն բնօրինակներն են, որոնց առաջինին անգլերենը ասել, երկրորդին անգլերենը ասել, Morning Philology, երրորդը, որ ռաբոկոշական հետագանին անգլերենը չունի, ուսանք որ գլա, այս երեքա դժունետ լույս տեսան, մեթիս պես,
վերջապես նույն տարիներում ասիա գտա որ 2005-2006-2007 լույս տեսան ուրիշ գիրքեմակեն, մեկը դա ասի la conversion historiographique, որուն անգլերեն նալգա, the historiographic perversion, եւ վերջապես ուրիշ ֆրանսերեն ադորմը, լուսուպայգան le sujet de l'histoire։ Հիմա ասապները, որպես հասնի հայերեն գիրքերում։ Մինչ այդ նաև Մայքլ Լուիսն ծայրել հայերենով Հակոբ Օշագյանի մագնագիտությունը, 19 Անջելես դուրս տեսած բացնամակի կողմի։ 2010-ականներու գեսերուն ըստ հայերեն գիրքերը դուրս տեսա։ Երկու հատոր բատկեր բադում բատնություն։ Ասում Հայաստան դուրս տեսած շատ քերացի հատորներ են։ Որպեսի հասնենք 2017-ը, 2017-ը, 2020-ը 13 հատոր, երկու ինքնուրույն, մեկատագա Օշագյան և 10 թարգմանություն, իլսուբայություն, համբոր Հակոբ Օշագյան հանգրմանները 10 հատոր թարգմանություն, Նիչե, Ֆուկո, Վալտեր Բենյամին, Ագամբեն, միասին թարգմանեցինք երկու գիրք, մեկը դա արևելապանությունն է վեբսայթ Մյուսնալ Վերման, օդարության փորձանալով, այնպես որ արևելահայերենը մեկ հոգի շնորհիվ քրտե գաջարի աշխատանք ունի փիլիսոփայական քրագանության գազարդում ունի։ Այսինքն լեզուն է որպես որ երբ գալ հաստատել ժամանակակից մտածումի աշխարհներ։ Եվ ադիգա քիչ բան չէ։ Եվ ադիգա մեկ հոգի ողները առավել ևս։ Ես գնամ հոս, մոնացիալ խոսքը փոխանցեմ այդ Ֆուկոն եւ հոմոսեքսուալը այդ երկուքն ալբեր։ Անոն կալա։ Սոս։ Դա շնորհակալ եմ նախյամեն հարակալ։ Հիմա ես եմ։ Արևցես։ Եվ շնորհակալություն կապեին ամեն բարակային, և շնորհակալություն ծեր բոլորի կազմակերպողներուն և ներկաներուն։ Գիտեք, ինչու համար այս բոլոր կետերը սեղանի վրա գուզեմ գործունել այսպես, ասենք ճախա անելու համար, չէ։ Եվ ճիշտ իմ բաների այդ ճախա անելը Երևան, քանի որ 6 տարի Երևան չէի կացած, 2019-ին ետքը Երևան չէի կացած, հետո կովիդը եղավ և այլն, և մեկ այս բոլոր կիրքերը լույս տեսան, և ընդանապես կիրք մը լույս կտեսնի, շնորհանդես մը գնեն, չէ, հացանք Հայաստանյան սովորություն մնեն։ Ուրեմն ես ուզեցի ենել շնորհանդեսը, բոլոր կիրքերը սեղանի վրա տնելով այսպես, նայեցեք, և ուրիշ կիրքեր ալգան, միայն ասում չէին, գամերը գան և այլն, և սեղանի վրա, և ասանք կպլեին գոր, և սրահը կխնդար գոր, ավոր էր։ Ուրեմն ուզեցի ոչ թե գրտնել, այլ նախ արձականքել, տիվ մեկ, երկրորդ, ուրեմն այո, 6 տարի նշանակե որ ասիկա կվեց տարիներեն քիչ մաղրատ չէ, նիչեն է, մեկ կստացեմ, որ մեկ պիտի խոսիմ կիրքերում մասին, բայց ուզեմ նախ ըստել հետևյալը։ Երևան, երբ որ այս մեծ շնորհանդեսը կատարեցինք, բոլոր կիրքերը խոսքովիցունելով, խոսքը սկսա հետևյալ ձևով և այսօր նույն ձևով ուզեմ սկսի, այդ երեկոն ցոնված էր և նվիրված էր իմ մտքիս մեջը Վահան Իշխանյանին։ Վահան Իշխանյանը գիտեք հավանաբար դեռևս ծանոթ եք անցանք, քանի որ վերջին տարիները ոս ապրեցավ և ոս վախճանեցավ գանուխ, պետք է արձեն ավելի գանուխ 2022-ին 3 տարի առաջ։ Եվ ինչու Վահան Իշխանյանին նվիրված երեկո, որովհետև այս բոլոր կիրքերը մինչև դեղմը
չէին ըլլար, եթե չըլլար Վահան Իշխանյանը։ Ուրեմն Վահան Իշխանյանը դեռևս գիտեք ով է, Մինաս Չերազի եղբորը Թորն է, եւ ուրեմն մեկն է, որ ի վերջո իր երեք մեծ մայրերը արևմտային, մեկը Հայաստանցին, որը կողմ է, ի վերջո ինչու չէ, 27-ին մեծ հայրը կկնտագարվի, 37-ին նանորդինը կկնտագարվի, 37-ին նույնպես մյուս մեծ հայրը կկնտագարվի, նիս ողմ մեջը, չէ, նաև ունիս պետք անհրաժեշտությունը և գիտակցությունը ինչի դուրսի աշխարհին միակ անձը, որ գիտեմ, որ խորգ երգով մինչև ծայրը ուներ և ունեցած է այդ գիտակցությունը, որ դուրսը աշխարհը գա, որ աշխարհը չսկսի և չի վերջանա Հայաստանի սահմաններով, ինքն էր։ Եվ ինքը ուրեմն դարիներով նախասկիզբը հրավիրելով, դասավորություններ կազմակերպելով, մեկը մյուսին ետևը, և հետո փափագելով, ուզելով, սպասելով գիրքեր, և բոլոր գիրքերը, որ այս երկու գեղեցիկ գիրքերը, որ իր ձեռքեն անցած երկու գեղեցիկ վերջին գիրքերն են, 2020-ին Երևան էր, և արդեն ის շատ հիվանդ միջայլոց, և ասոնք պատրաստած է, նայեցեք, անպես մերած է, որ գեղեցիկ գիրքեր ունան և այլն, Ֆուկոն և Ագամբենը, բիլխոսի մեծ մասին։ Բացատ գարաջ Նիչեն, ի վերջո, և միջայլոց, ինքի ռախի, բանը բլանշովը սինք, որ բլանշոներ ուր է, Կան են բլանշոները, որտեղ բլանշո են Մորիս Բլանշո, ֆրանսացի կրող, լիսոպա կրող և այլն, իր մեր տակմանություններ, այնտեղ են սկսած են, հետո այսոնք սկսած են։ Բլանշո մեկ հատ մգա, և ուրիշ մգա, կան որ մյուս ստերույթին ասակովիթին եք, նայեցեք, ասոնք բոլորը իր ձեռքեն անցած գիրքերն են, ինքը եղած է առաջին ընթերցողը, առաջին գարտացողը և գամուրջի թեր կատարած է։ Այսինքն եթե ինքը չլար, ես չէի լավ պարզաբետ, քիչ չապազանցեմ, որ հազի, ոչ թե որպեսի կրես, որպեսի կրածը դեղնահասնի, սպասող պետք է։ Մեկ հատ սպասող բավարան է, 10 հատ սպասողի պետք է չկան։ Բայց մեկը, որ կեզ ռեպամը կսպասեք, որ կպապակի գոր, և չիդե որ թե ինչ է սպասածը, ինքն է։ Եվ կանուք է, գոշնցուց ինքն է։ Ասիգա Վահան Իշխանյան։ Միջայլոց վերջին դարիներում քիրք մկրեց, այդ քիրքի մասին պետք է կրվի, պետք է երկար կրվի այդ քիրքի մասին, հասկացվի, բացատրվի, խոսվի և այլն։ Okay. Հիմա 2020-ին ետքը կովիդի դարիներում ուրեմն որոշեցի, որ չեմ գիտեր ինչու և ինչպես, բայց հանալ ուրիշ սպասում մգար, ուրիշ մոդիկությունը Դավիթ Մոսինյանին հետ, որ լսած եք, որտև Երևան եկավ, Մորեալ եկավ, երբ ամիս առաջ, ներկայացնելու իր նոր լույսեցած գիրքը Սարաֆյանի, Նիկոլ Սարաֆյանի մասին, ի վերջո առասիկ նորեն մեկ որ Հայաստանեն ոչ թե միայն գերակրկրվի իր
իր սահմաններում մեջ, այլ որն համար թրսություն մտա, ոչ թե միայն թրսությունը, նույն բանը չէ, թուրսի և թրսությունը։ Մենք թրսության ներգրացուցիչներն ենք, և եթե չլանք, կամնչենք, բայց իրենց աչքին չգանք այդ իմաստով, բայց կան մարդիկ, որոնք գիտեն, որ թուրս մգա և թրսություն մգա, և ուրեմն Դավիթ Մոսինյանին հետ աշխատեցանք, գամերը շարունակեցինք, թիվ 7-8-10, ուզեմ նախ սկսել գամերու մասին քանում պարսել, ի վերջո, գամը ես ճիշտ է, որ իմ առաջին խաղապարս եղած է, երբ որ 30 քանի տարեկան էի, նորը սկսնակ ի վերջո, պետք է ժառանգեի և որպես ժառանգորդ պետք է արարք կատարեի, չէ՞։ Եվ այդ քիչ առաջ ասածը տրաֆի, ուզեմ քանի որ գամովը սկսան այցեք, ուզեմ քիչ ավելի բացատրել անցյալ համար զարմանազանի օրերուն ուզիկ տասախոսություն մներ, որում վերնակիրներ Փարիզ, Բեյրութ և վերադարձ։ Ես Փարիզ ծնած եմ։ Իմ խորաքույրս Զարուհի Դերագոպյանն էր։ Զարուհի Դերագոպյանի ամուսին Հակոբ Դերագոպյան։ Հակոբ Դերագոպյան, որ մտավորական բանաստեղծ գրող Բարտիզակի քաղաքապետ եղած է։ Եվ Փարիզի տարիներում Փարիզի մեջ դպարան մնաց է։ Եվ դպարանին մեջ ի վերջո լույս տեսած են շատ մը, ոչ բոլորը, շատ մը քիրքեր, որոնք Փարիզի քրոներուն քիրքերն էին։ Եվ նաև 31-51 տարի հարաճ այդ դպարանը մտված է։ Եվ ուրեմն հայրս մոտ էր քրոջը հաջող կերտային գիրակտունը, ի վերջո շուրջը նոն միայն քիք կարամ, մենք ոն քիք կար։ Եվ հավանապարալ բզիկ էի, բայց հավանապարալ հոն Փարիզի ինչ-որ մտավորական որբեր այդ տարիներուն հանդիպած եմ հավանապար, հայուրեն հագրուն հանդիպած եմ և Ահարոնին և մյուսներուն, բայց բզիկ էի, ուտեղ եմ դպան բերի ասկնային։ Այո, Պայց նկա։ Եթե պամը չպադա էր, եթե ինձի չփոխանցվեր ծևողը, ինչ-որ Փարիզ եղած է, որպես գրականություն։ Երբեք բերի չգիտնային, երբեք յանցիս մեջ բերի չլսեի Շահնուրի, կամ Գոփունի, կամ Սարաֆյանի անունները։ Այդ անունները պետք է դեղնամետ ստանցներ, պետք է ստանցներ, այո, ուրեմն ժառանգ, ուրեմն առաջին ժառանգությունը այդ անուններուն հնարավոր եղած է, որտեղ Բեյրութ է, Փարիզ, Բեյրութ։ Եվ եթե Բեյրութի դղակը Փարիզ չկային 60-ական թվականներով, 66-7 տարիներուն է, որ հանդիպած եմ իրենց, ես իմ քիթից դագակրով ոչ Շահնուրի, ոչ Գորբունի, ոչ Սարաֆյանի մի հանդիպեի և անունները դրանքից մեջ մի չլսեի անցում։ Իրենք ինձի այդ անունները առաջին երթին Հարություն Քրկյանը։ Գույշեմ միշտ կաֆե այդ Սանջամանի անգյունի սրբարանը հանդիպումը Գորբունին և Սարաֆյանը Սարանի շուրջ ինք կանչածել և ես կայի հարությունը կար և հարությունը, որի միջայրոց գործունցուցինք անցյալ դարի 24-ին, Հարություն Քրկյանի մասին է։ Ի վերջո ինքն արգյանքիս մեջ կարևոր թեմը կատարած է, չէ։ Բայց եթե ինքը չլար, եթե իրենք չլային,
ես նորեն ասեմ, կարևոր է այդ անունները մի չլսեի եկեք, այդ ժառանգելու այդ աշխատանքը չկար Ֆրանսայության մոտ ամեն վրա և իրենց մոտնալ չկար միջայլոց, ոչ Շահնուրի, ոչ Ֆորտունիի, ոչ Սարաֆյանի, իրենք վերջին սերունդն էին, իրենք իրենց համար, չկար շարունակիչ։ Եվ ուրեմն իրենք չէին պատրաստած ժառանգելու հնարավորությունը, իրենք իրենց աշխատանքը ըրացել և ինչ էր իրենց աշխատանքը, օդարության հետ հանդիպումը արձանագրել։ Որպեսզի դերը ասել հանդիպումին օդարության հետ և չապրիս կունտունքու դուք բդեմ բարը։ Անշուշտ, Փարիզ, Բերութ պետք է ժառանգը լավ, բայց նաև Բերութը պետք է Փարիզ փոխադրվեր։ Ուրեմն Փարիզ, Բերութ և վերադարձ։ Վերադարձը իմ սերունդս է, իրենք են, ես ամեջ եմ։ Վերադարձ տեպի ձայրակույն արևմուտք, Սարաֆյանին պարերն են։ Ձայրակույն արևմուտք։ Այսինքն տեպի դրսություն։ Եվ ուրեմն նույնքան այս երևան թող նվիրվի Հարություն Քրիստյանի հիշատակին։ Ինձի խորքին մեջ չէին նախադեսել, որ այս կերպերը պիտի պերես, պիտի խոսείς այս կերպերու մասին ֆրանսերեն և այլն թարգմանություն կամ գիտեր ինչ կան այդ կերպերը և ադային փորձառությանս մաս կգազմի Ռաֆին, որ դարիներով ինչ-որ կրած եմ հայերեն դբելու չեմ լսել դբելու համար չէի գրեր, բայց չէին դբվեր ամեն վերակրել։ Ինչ-որ հիմա լույս տեսա հոս վերինակ, այս կերկին առաջին բաժինը, այս դարի լույս տեսա, բայց կրված է 25 դարի առաջ։ Ուրեմն, ինչու 25 դարի պետք է սպասեի, որպեսզի քիրքը լավ։ Ուրեմն, այս հարցը, ինչու պետք է 25 դարի սպասեի, որպեսզի քիրքը լավ, պատասխանությունում քանի որ, թող այս եկվան մեր քննականները մեկը թողալա, ինչումը, ինչու։ Եվ ինչու հիմա կարելի եղավ։ Դեր եմ սպեսիալ, նախ անշուշտ նաև այս երկու կերպեր կան վարկեր բադուն բատնությունը, բայց ադոնց մասին չէի ուզել խոսել։ Ուզեի խոսել այս կերպերի մասին։ Եվ ուրեմն ասի ատամփող չսկսա Փարիզ, Բերութ և վերադարձը, որտեղ սկսա գամերու մասին խոսել, և ուրեմն մտքիս մեջ գար, երբ որ գամը սկսա, ինչ գար, գար որ Եվրոպա։ Այդ ժառանգելու հարցը։ Այդ քրոներ են և մանավանդ որքունի են, որոնց շատ մոտ էին, պետք է հավաքվեին գողքի դակ իրենց կրածների և իրենց մասին։ Ադալի մարակ կրծեր ժառանգելու։ Բայց ադոր գողքին նաև դար իմ մտքիս մեջը միշտ եղած է և շատ կրեթե տիտագից կերբով ի վերջո կտեսնեմ ինքս ինքս որոշ բահեր ի վերջո թեր 25 տարեկան եմ կսեմ ինքս ինքս ամեն ինչ կուզեմ որ գոյություն ունենա արևմտահայերեն լեզվով ասեն կուզեմ թարգմանել վաու ասեն պանի ճոճուխ էի ինչ թարգմանել ինչ հայերեն գիտես որով էլ թարգմանես Եվ նաև քանի որ ճիշտ անձնական գսկսա խոսի լներեք ի վերջո ինչ հայերեն գիտես որ այդպես է ես անշուշտ հայերեն գիտեի առաջ կգարկայի մեզ մամայիս հետ ինչպես սա կամ բանի
ինձ ուսուցչու եղած է վանեցի, որ չիտունին դիգինը իրենից վերջ աշխատած եմ և այլն, բայց adonk կրզի հայրեն չեմ սովեցներ, ոչ հայրեն կրելու պապակը գուդան պացացավապես, այդ պապակը կսկսի, երբ որ կսկսիս նախանցիլ, որ ինչպես գլավոր ատոնք այնքան լավ հայրեն գիտեն գորը ես ագուզեմ, նախանցն է, որ գշարժեք եսի, չէ? Եվ գներեք իմ մասիս կողոսին որ, բայց կարևոր է տրևաց, և թակմանեմ, կհայրենք իտնալ, դարիներ վետ կեղած է, որբեսի որ մենք սինքիսս եմ, մարկ ասկրացը քիչմը հայրենի գնամանի գոր։ Եվ առաջին գամին մեջ ամեն բարակայի, ողեներությունին լույս տեսած է, բևուտ կծած եմ, դբելու համար, որև ինչի համար ուրիշ դեղ չի կար քիվ դբելու այնատ է, և ուրեմն առաջին երկու թակմանությունները առաջին գամին մեջ է, և առաջին 6 գամերը դրամատրելի են արցանց, գրնակ ամփող չգարտալ արցանց։ Եվ ուրեմն առաջին գամերում մեջ է, գա երկու թակմանություն, մեկը Վալտեր Բենյամին, այդ խենտեների կրությունը 1923 և իսկ կշպոտեմ յույսին հետ, տակմանության մասին, տակմանություն բադագանություն և Մորիս Բլանշով, եթե չեմ սխալի առաջին դիվին մեջ է, տմալուսկի և այլն, և ուրեմն երկու մեծ հեղինակներ, որ մտքս մեջ լեին, մեկը գերմանախոս, մյուսը ֆրանսախոս։ Եվ հետո դարիներու ընթացքին, հավասիկ գամը այդ ուզեց շարունակել, չէ, և տակմանադանը, և այդ շարանքելու, և վայրը լալու, այո։ Հնարավորությունը ստեղծել և այլն է։ Եվ ուրեմն գամերը գտեք 3-4 դարի անգամ լույս կտեսնեին, հետո մեծ ընդմիջում և ուրեմն վերը սկսա 2020-21-22 թիվ 7-8-9 10 8-րդի մեջ վայրոշեղանի մասին բավական, մյուս վերջին երկուքը քիչ ավելի փիլիսոփայական են և այլն, որտեղ մտքիս մեջ միշտ բա բարձ եմ, շատ բարձ, հարցումի ծևով, և վերջո հաճոր թիրքել են մեկը, որ լույս կիլեսներ հարցումը պիտի էլլա գողքեն վրա ինչ է վերապրող լեզումը, այսինքն մնացորդ լեզումը, այսինքն նշխարյալ լեզումը, այսինքն լեզում որպես նշխար, և ով Եվրոպական աշխարհի մեջ ի վերջո այդ հարցումը դրած է և այդ հարցումի ներկայացուցիչն է առանց գտնելու անշուշտ և առանց ոչ եկը գիտնա, որ ինքը այդ հարցումի ներկայացուցիչն է, գերմանացի բանաստեղծը, որ գոչվի Հոլդերլին, Ֆրիդրիխ Հոլդերլին, որ 1803-4-ի շուրջ գիտեք Հոլդերլինը խելակարված է, և ուրեմն մնացած ապրած 30 տարի խելակար վիճակի մեջ առանց դողմը կրելու, բայց 1803-ին այն Հոլդերլին այն բանաստեղծն է, որ կգրե օդարության մեջ գրեթե գործընծուցին լեզուն և այլն, տուն գերմանացի, ուրեմն վերապրող լեզվով կգրե, քանի որ գործընծուցին լեզուն օդարության մեջ կգրե, չէ, ուրեմն տուն Հոլդերլին գերմանացի ինչ լեզու գործընծուցի, ինչու ամարական կամը կգրես որ և այլն, հատիկա մեծ հարցումներես մեկն է, չէ, ուրեմն պետք է Հոլդերլին տակմանել, պետք է Հոլդերլի մասին քրողները տակմանել, պետք է ցույց տալ, որ ոմանք բամը հասկանան, որ բայց ընդհանրապես բամը չեն հասկանալ, քանի որ ինչ չեն գիտեր, թե ինչ է վերապրող լեզումը, ուրեմն ինչպես կրնան հասկանալ, թե ինչ կուզե գործել, և այլն, հավասիկ տեսի նույթմը, որ գա վերջին գամերուն մեջ, օքեյ, ասիկա գամերն է, բայց մենույն ժամանակ, Ռակ գվերատանամ ետ գներեք, ուրեմն գվերատանամ պանին
Tukısek. Bu an işanyanın radaragaz ilçerken ansaz kirkeron güzel beraberler nah. Ուրեմն նայեցեք, հասանք են հոս, ուրիշ կան, հասանք մեզ աղտեցիք նայեն, երկու բլանշոներ կան, ուրիշ բլանշոնը կա, միջեն կա, այս է եղած է, okay. Եվ ուրեմն մեկ երկու պարկ ուզեմ եզել այս կիրկերու մասին, որոնք հոս են։ Բլանշոն, եկեք ատան։ Արենակ, որեն։ Մեկ որ գիտե ինչ է մերյալ վգան ու դա են գիտե ինչ է մերյալ վգան վգան որ մերած է որպես վգան ուրեմն եթե պամը պիտի գարտակ այս բոլոր են Վերջո քրականություն է ասում։ Անցե ֆիլիսոփայություն չէ։ Երեք վեպեր են կողմով։ Եվ բզիկ վերջապամը գա վերջավորության իմ գոմես, բայց բզիկ վերջապամն է։ Երեք վեպեր։ Առաջինը ուրեմն գոչվի մահավիճիրը։ Ֆրանսերեն l'arrêt de mort։ Ֆրանսերեն l'arrêt de mort երբ որ դսեց, անշուշտ երկու իմաստ ունի։ L'arrêt de mort կնշանակե մահավիճիր, բայց l'arrêt de mort կնշանակե la mort qui s'arrête։ Նաև, ինչու՞ չէ։ Եվ ուրեմն այս վեպի մեջ գինը որ գմերնի իրեն ծանոթ եւ այլն բակմասանին կարգուննա մահեն։ Եվ դու նորեն գնեմ, կարտացեք մահավիճիր կոչի, և հասկացեք թե ինչ է գաբը մերյալ վգային հետ։ Հետո երորդը, նախ երկորդեն առաջ, վերջին մարդը, բլանշուին վերջին վեպն է, գոչի վերջին մարդը, ֆրանսերեն le dernier homme։ Եվ ով է le dernier homme, այն մեկն է, որ չի գրնակ վգայել ինքներ մասին։ Չիգրնար վգայել ինքներ մասին։ Ինչ կնշանակե չիգրնար ինքներ մասին։ Չիգրնար վգայելալ, ուրեմն ընդհանրապես և ինքներ մասին։ Ուրեմն ինչ է, չգիտեր թե ինչ է պատմություն գոչված են, որ պատմությունը ստերգույթին վգայության պետք ունի։ Եվ դեր մթիրքին մեջ կսվի, նույնիսկ ասված պետք ունի վգայումը։ Ուրեմն բացահայտ երկով վգայության հարցն է։ Կարդացեք։ Եվ գա մեջտեղը 10 էջ բզիկ պամը, ինչպես կարելի ասել, բակում, բակմված, որ գոչվի և ու վերնակիր ունի, հոս բայերեմ առաջին վերնակիրը բադումը դեսնեմ որ, և հետո ճետի մեջ նորեն այդպես են, էջ խանի, ներուր շնդագլաննա, էջ 108-ը, Էջ 108-ը, բադումը, այո, բայց արեսի հարցման նշան, և հետո բլանշոն վերադված է 20 տարի հետքը, ուրիշ վերնակիրովը, la folie du jour, որ օրցերեկվան խելակարությունը։ Եվ այդ 10-ական 15 գեչերը ամենախնդենալի գեչերն են, որ երբևիցե մարդու ձեռքով գրված է։ Հնդերեք։ Ստիպվեցա ընդունել, որ անգարով էի բադարազներով բադում մտածնելու։ Գործընթացած էի պատմության զգացողությունը։ J'avais perdu le sens de l'histoire. Գոթողան որնայեցեք։ Պետք է հասկանալ,
mais comme j'avais perdu le sens de l'histoire, Anglielen Takmanit, Shnorkov Takmanit menait en chose que le Shanagé, Patmuchan le Satsaruchan, Anglielen de Shanagé had lost the sense of history. Inca Takmanit Anglieleni, Takmanai, had lost the sense of the story. Que le Shanagé, Palmachas, Tatzatzen, Takmanatsen. Que Shanagem, Pamor, Hatahagi, Deregulena, Boros, Ivantuchun, Barakain, Patas Patsadruchun, as rank as Giren had supports an of Veraplovne, also. Alaveli, Bant Kotatsuts, I Naden Arachin and Kamalalo, Nishmarixi Borieruin, Avantadan Varvela Gerdintem at Zerdum, Teyev, the Patsader, and Ruchan for Megades Ruchan Masnakader, Nis Hokegan, Ivantuchuneru, or the Atkogos Tatse, at Ador Veraplovne, Deva Par, the Fosakchan, Gudar, Hedakuluchan Manka, Yevela. Voilà, il m'a oublié, je m'en vais dire ça. Contrate insme, patmetsek, tu scordes la nisme de riunetza vascolora, badum, est-ce que ça? Badum, nece. Voc kidunem, voc adekel, uraf bayronetza zemievan, patmuchune patmetizai rezai, urzad medigrin, parce que ça chapova, c'est à Kucham, qu'on est sispa, pas velcha vuruchune, anagandal meyahavelen sinspesiziamar, est-ce que speniet sein, bidi ansnik, havasti antitatserun. Haïren, mais maintenant que vous avez raconté, vous en viendrez au fait. Vous en viendrez au fait. Tout Takmanetsek, de Tegalorek, avec Franceren, vous en viendrez au fait. Je pense que Takmanvik, un fait, Haïren. Was Takmanelem, une Takmanelem, Havasti Antitatserun. Yareluchunlerun, Iroruchunlerun, Saint-Pierre-Gare, Batakchan Nuitan. Rentenalik, Dorelen, Rentenalik. Pour le fait d'être, on, en juste, le Hartum, on était Inche Begayen, Inche Batmel, Inche, vraiment Batmuchon Gotvanza, Inche Vorgotchen, Iroguchun, Adam Havasti, Ratatuchun, en fait, Tika. Vremen asiga blanchone. Dedo amsning achot ke bilgilerden parolin masın fasıyla. Fakat üverçu. Yapar kutansanan gedank, okay? Dedo Nietzsche. Esirek kere asorbesçen. Miyen takmanuçunçe. Takmanuçunen yev Marknişanyanin storakruçan verçapan. Երբեմն վերջապանը ինչպես այս բարակային ավելի երկար է, քան թե նիչեին գրած անշուշ։ Ուրեմն երկու քիրք են մեկ քիրքի մեջ որդի մեջը։ Իր եւ իմս։ Ոսալ նույնը, ակամբերի բարակային ավելի քիչ։ Ուրեմն ինձ քիչարա չացվեցավ։ Ինչ գերմաներեն դե անտիքրիստ, ֆրանսերեն l'antéchrist։ Եվ ուրեմն ինչու համար աղա Քրիստոս, որտեղ մեկից բանը պիտի պատմեմ ձեզ։ 2015-ին Երևան երկու անգամով նորեն անշուշտ Վահան Իշխանյանի գազམ་ագերբությամբ ինքնակիրի ակումբն է, ուրեմն ասենք սրահ նգա գլար եւ աղքին ասենք խրնված բազմությամբ դարույնակ ձևով, բայց Նիչեի մասին մի խոսել շատ եղած է այդ օրը։ Եվ ուրեմն երկու անգամով Նիչեի մասին խոսեցա, եւ հոն նույնպես ավիդենական վերադարձներ կամ հավերժական վերադարձ դուք որոշեցեք, եւ հոնջի իդեր անդրադարձը, որ եթե Նիչեն բախտավոր հեղինակ մնեք, այն որ պետք է ամենից տակնաբաց է հայրենի, արևել հայրենի, Ագոպ Մովսեսը տակնած է, բայց ինչպես գիտենք բոլորս Ագոպ Մովսեսը պիտի տակմաներ Տերա Քրիստոսը, դեռ անտիխրիստը, որովհետև հակաքրիստոնեական քիթ մնել է, գազեսի ամբողջ Նիչեն հակաքրիստոնեական չէ։ Ուրեմն գիտեք, ամբողջ Նիչեն հակաքրիստոնեական է նախ եւ առաջ։ Բայց չի նշանակել հակաքրիստոս, նախ հակաքրիստոս է, գոյություն չունի, որպես պապ, գա Տերա Քրիստոս։ Նարեգացին, գարտացեք նարեգացի, Տերա Քրիստոս կարելի կոչել։
ուրիշ բան չկա։ Եվ երբ որ գիրքը գգարտակ Նիցեի, դրա Քրիստոսը կհասկանա, որ հագա Քրիստոսի թեմ չէ, ընդհանրակը Քրիստոսը կպաշտպանի, որ քրիստոնեության թեմ, պետք է գարտակը դժվար է հասկանալի, չէ Քրիստոսը կպաշտպանի, որ քրիստոնեության թեմ, բայց ի վերջո Toscana նույնը վերածեք յանքի վերջողության, այդքան զարմանալու չէ։ Քրիստոնեությունը թավականներ է Քրիստոսին, ենթադրած։ Adică câțigen cornicei, ok? Păi bățădurvață. Iar rămâneci. Cărmaneren de anticrist. E vu pandemășănăte. Gam haga cristonian. Gam tera Christos. Uremân gândrei, păi haga Christos, ce nășănă? Era membara care. Uremân tera Christos. Asta ne. Это вообще vorba arabșilii, gazem Foucault e vedua convenă. Nesek kosmiški knjiga. Vor evasaydi aravela ganuchunne. Vorosheci rafi. Ali uzbekçatsa aravela ganuchun. Lo orientalizm aravela ganuchun. Patçanı çıkan. Արևմտյան, արևմտականություն, արևելան, արևելականություն, սխալ է, բայց ամեն բարակայի, ուրեմն, Էդվարդ Սայիդը 1978-ին, եթե չեմ սխալ եք, օրիենտալիզմը հրադարագած է, ի վերջո Էդվարդ Սայիդն ճանչած է անցնաբեջ, բայց պամու չփոխել անցնաբեջ ճանչնալը։ Ուրեմն այս գիրքը հեղափոխությունն է, Էդվարդ Սայիդի օրիենտալիզմը։ Չեմ գիտեմ ինքնագիտակից էր, որ հեղափոխությունն է ի վերջո։ Ամենաթավանական եւ ամենաշատ կարծրացված գիրքն է Ամերիկյան համալսարանի մեջ, որովհետեւ գային արևելացիները, որոնք պետք է պաշտպանվեին Էդվարդ Սայիդին դեմ, հետո գային չեմ գիտեմ ով ամեն մարդ գարտարակ Ինչու սիասմելը, տակմանեցինք ինչելոց, լույս տեսավ վերջո Ռաֆին և Մինասիրույանը ավելի կորձ տեսան ես կիրքին վրա, նենքան ասենք, որքան ես Երևան 2025 Քրիստես երևա, բայց ինչու ամերի մանեսիսի, որովհետև Որտեղ Էդվարդ Սայիդի իջելլար առանց մեգումը որ գոչի Միշել Ֆուկո, ֆրանսացի ֆիլիսոփա, որ գրած է 1967-ին հրատարակած ֆրանսերեն Les mots et les choses, անգլերեն The Order of Things, հայերեն Դա պետք է թարգմանենք, բայց այդ մեկը ես չի կարենամ։ Իններորդ գլուխը թարգմանված է գամերեն մեկուն մեջն է, իմ ողմես, 10-րորդը գրնամներ, 8-րորդը օրը գրնամներ Ռաֆիին հետ, այդ յանքին չեմ գրնար։ Բայց Էդվարդ Սայիդի իջելլար անաս Միշել Ֆուկոյի, պետք է գիտնալ։ Միշել Ֆուկոն, ինչպես գիտեք, դարբեր շրջաններ ունեցած է, և մինչև 70-ն ասենք, կամ 72, ինչպես կարելի ասել, կսպարի, ինչպես ասեմ, կսպարի ի վերջո գիտություններու պատմության, ասենք, բարձ, գիտություններու պատմության, Histoire de la folie, histoire de la médecine, les mots et les choses, et donc Virgin Kirkman, voir l'archéologie du savoir, voir chez Franceren, Pamane, Adarachin Shirchanin, Pagor, Kirkner 5. Am făcut măce, parce veram dat un nete, ucelie să s-am fost dar în erun as sfintișul cele. Adică դուք սեքինչեր l'archéologie du savoir, որ ես գրի թարգմանեի իմացության
հնախոսությունը, հայաստանյան հայրենով թարգմանված է, վերջերս լույս տեսավ, եւ ինձ մտիկ չրավ թարգմանիչը։ Եվ ուրեմն իր վերնակիրն է, արևելյան հայրենով ուրեմն, արևելահայրենով Քիդուչյան հնակիդությունը, դաղկարեցիկ չէ հինուչյան հնակիդությունը, և էդու սխալ է, կոդև քիդուչյան մասին չէ, le savoir, c'est pas la science. Voilà. Ok. Ուրեմն, երկրորդ շրջանը Ֆուկոյի, կսկսի Կիրկով որ գոչվի, surveiller et punir. Եվ հոն իշխանության մասին է արևից։ Ինչ է իշխելը, ինչ է իշխանությունը, qu'est-ce que le pouvoir? Եվ այդ շրջանը չեր վերցասած տակավին, երբ որ սկսած է նոր շարժման մտքին մեջը, որ histoire de la sexualité պիտի գոչվի։ Եվ ուրեմն առաջին հադորի histoire de la sexualité-ի այս է։ Եվ գոչվի la volonté de savoir, տակմանեցի իմացության դամեցողությունը։ Իմացություն, la volonté de savoir, իմացության դամեցողությունը։ La volonté de savoir, pour savoir, il y a paiement, il y a koyagan, le savoir, il y a savoir. Toujours quelque chose, Michaelos, la ligne d'Artan, il y a un Japanomonium, où il y a ce que j'ai astronaute, Foucault, il y a virgin kidney, voilà, la gazette, il y a un kilomètre. Յոթանասունը վեցին, 84-ին մերած է, 88 դարի տասկներ Collège de France, այդ քիչ չեր ագարակած։ Եվ ուրեմն իր ենթանությանը, այս histoire de la sexualité, սերականության պատմության լույս հադորները լույս չեն տեսած։ Հետո, մահեն ետո լույս տեսած են, ինքը նույնիսկ չեր ուզել որ լույս տեսնեն։ Եվ ինչ։ Եվ գուզեի հասկանալ, թե այդ 8 դարիներուն ինչ պատահած է։ Ուրեմն իմ վերջապանս, որ խոշոր վերջապանն է, վերջոպիտին եսն է, պանն է, աշխատանքն է, հասկանալու համար, թե ինչ գդարվի, որ այդ 8 դարիներուն ընթացքին, ուր գսվի, որ Ֆուկոն վերադարձած է, անտիհումանիստ էր, սյուժեի մասին չեր ուզել լսել, հանգարց վերստին գխոսի սյուժեի մասին եւ այլն, հումանիստ կդառնա Ֆուկոն եւ այլն, ուրեմն պետք է հարց տայինք։ Հիմա այս ասկե ինչու ունի Միչայլոս, ոչ թե որտեղ, գիտեք բավականաբար, որտեղ ամերիկյան համալսարան դինի դասավանդեի, երկու դարի հրավիրված էի, որտեղ քանի մի ծառայեցի Միչայլոս, չի պիտի ծառայել։ Եվ խորեցա Ֆուկոմը թարգմանեմ և իրենց գուդամ իբրև ընթերցում և Ֆուկոյի մասին փոխոսին կոնե, երակրդան բանը է։ Բայց չորտեղը դեսարան բան չհարմաշ։ Եվ հաչորդ դարինան լես ագամբեն, ագամբենի մեծ հեղինալիս։ Ինչպես գիտեք հավանաբար ագամբեն, աղամբեկյան վենեդիկցի փիլիսոփամն է, այդ 16-րդ դարու աղամբեկյաններու անունը մնացել է եւ վրան անցամ կճանչնամ զունքը երկու անգամ քեզ եսի անցալով եւ ինձ հարցուց եւ նույնիսկ աչքիս աչքերն է ու ճիշտ եւ ինչու Մարկ ագամբեն հայրեգան անունն է որտեղ քիչմը քան է գներել որսենք որ հայրեգան անունն է ագամբենը իվերջավի որտեղ ինչ կրնանել ադող ագամբենը ամեն բարակայ մորցեք հայրեգան անունը լալը դիդարացի փիլիսոփամն է եւ դիդարացի փիլիսոփամը որն առաջին հրճակավոր շատ հրճակավոր պետք է ասել ասեմ ոմ յավ ռոնտ մե յավ գոգոչի օմոսակեր ստիպված երբ որ գտակմանես ստիպված գբայես օմոսակեր որտեղ ֆրանսերեն չէ օմոսակեր լատիներեն է չէ օմոսակերը ով է օմոսակերը հին գորոնքներում մեջ եւ մասնավորապես լատինական գորոնքներում մեջ այն անձներ որ իրավունք ունեին մերցնելու առանց Փարիժի եւ առանց որ զոհակործականը լա այդ մերցնելը զոհակործական արագ չէ եւ Փարիժի չի արիչիդա գիտենք այդիկա մինչև մերցված են 20-րդ դարու որ իրավունք ունի մերցնելու որ ոչ զոհակործություն է ագարավոնը որ հոլոկոստը գոչվի եւ ոչ ալ գուբաճուվի սիլեկտորը քանի որ չես դարձել
Ագամբենը գայվոր հեղինակն է, միայնակ պատճառով չեն, ուրեմն ամբողջ ասկի հետքը մեկը մյուսին ետև շարք ամբողջ 20 տարի քիրքերը դարագեց և վերջավորության 2016-17-ին այդ բոլոր քիրքերը մեկ հատոր հետ ունես, հետո գործին ծնեմ մեկ հատորով 1506 քիրք մրադարագեց, որ նույնպես հոմոսակյալը ոչվի, որ այդ շարքին հաջորդ բոլոր քիրքերն են։ Ես այդ շարքին մեջ տակմանացեմ հաջորդը, որ գոչվի և ոս չիկա ինչ-որ կելքերեստադի Auschwitz, ինչ-որ կմնա Auschwitz են։ Եվ այդ քիրքին մեջն է, որ առաջին անգամ լինելով Ագամբենը կմտածե, թե ինչ է վերակրող լեզունը։ Սերջերմակի վրա, կլուղ 4, բարգերություն 11, քիրքը կտեք գազացեն, ինչ է վերակրող լեզունը, ինչ է լեզունը, որ կմնա, որ կվերակրի, որ կշասինը, որ կշարնակե, որ կշարնակե որպես վերակրող։ Բայց միայն հարցումը գնացնել Ագամբենը պատասխանությունի, ինչու պատասխանությունի, որտեղ փորձառությունը չունի, թե ինչ է վերակրող լեզունը։ Մեկ երկու Auschwitz կա, այս կա, Auschwitz կա, այս կա, հիմա ուրիշ բանի կանցնենք։ Երորդ քիրքը, որ տակմանեցի Ագամբենեն, այս 2002-ին լույս տեսած, և գազից թե շարքին գրնար մասվածնել, այդ շարքին, բայց երբ որ հրադարագած է այս հոմոսակյալի պատկանող բոլոր քիրքերը մեկ քիրքով 1500, այս մեկը մեջը չէ դրած։ Եվ այս մեկը ինչ է, ժամանակը որ կմնա, նորեն մնալու հարցը, Ագամբենին օբսեսիոնը, մնացությունն է, մնաց ֆրանսերեն le reste, ce qui reste։ Որ Բողոս Արաքյալի թուղթերուն ասենք երկու է վերջով մեկնաբանություն և այս քիրքի ինձ համար շատ կարևոր է և նայեցեք այս քիրքին մեջ վերջապան քրեդը չկա, որովհետև չի գնա համարձակել և իրեն հետ բանի վեջի մտնելու և Բողոս Արաքյալին հետ, բայց օրմը լա։ Ինչու։ Եվ ուրեմն, հիմա քրեդը գրեչացնեմ, որ նայեցինք այնքան որքան եղավ չեցանց։ Կարոր գամ տերբերնավ։ 2023-ին յանքիս մեջ բան բադայեցավ, ծանք տակնակ։ Եվ որոշեցի, որ ասենք երկուքի պիտի գտրեմ և Երևան և Իստանբուլ քիրք պիտի գտրեմ, երկու շարք պիտի ստեղծենք, առաջին շարքը Երևան դպվածները կգոչվի, որ գդելի կրված է, գամ փիլիսոփայական գրադարան։ Ուրեմն այս կամին այս երկու քիրքերը գտեցած։ Այս ինչ է, ասիկա տակմանական կամպանական բոլոր հոդվածներս են, որոնք իմ հոդվածներս ասպարակային, տակմանություն չէ, որոնք ինքնակիրի, այսինքն Վահանի Շամյանի ստեղծած և վարած ինքնակիրի, հանին գայքեչին վրա լույս տեսած են, երբի քիրքով լույս չէին տեսած, միայն գայքեչին վրա գային, ուրեմն հավաքեցի քիրքով և քիրքը անշուշտ ծնված է Վահանի Շամյանին։ Հրդալին, Բենյամին, Նիչե, բայց հետո հայկականներն ալգան կտեսնենք։ Եվ ուրեմն այդ շարքի մեջը այս լույս տեսավ Ագամբենը։ Բայց հետո Իստանբուլ ուրիշ շարքը պետք է սկսեին, որտեղ կփավեր Երևանը, և ուրեմն Երևանը այս երկու քիրքերն են, որոնց մասին պիտի խոսենք, այս երկուքը և ուրիշները պիտի կան, եթե կճուտադրեք։ Նախ Վահան Քեշիշյանն է, Վահան Քեշիշյանն է,
սպաղողը ուզեց նախասիգա դնել Հակոբոսյանի հանգրվաններ գոչի Հակոբոսյան ուրեմն ընդրություն մնե Հակոբոսյանեն ոչ վիպական տեքստերում միայն քննադատական վերլուծական այդ դեսակի տեքստեր եւ ուրեմն գա շփաթարդուի դեպոսին այդ մասին գա շուշտ Մեհյան 1914-ի Մեհյանի մեջ լույս տեսած այդ կարևոր հոդվածը որ գոչվի Հայաստանի այս քրագանություն գա 32-ին լույս տեսած մայրեներու շուկին դակ հետո գան մեկ երկու հանդիպներ որոնք իմ կողս էին Ռուղագավին մեկ երկու հանդիպներ գան Հակոբոսյանեն Հագարական օր որ շաբաթօրը պիտի տեսան, քանի կերպ լույս տեսած է 63 կերպ լույս տեսած է Հակոբոսյանը Դա անցարոր հաշտեի մոր Այսինքն միլիոնավոր է չէր այսինքն Բայց դեր մեկ երկու հանդիպներն Եվ հետո վերջին շրջանի քրությունները Հակոբոսյանի հոն ուր հալածանքի դարիներն են եւ ինքսինքը կպաշտպանի հալածանքին դեմ Ներթախտի դարիներն էին եւ ուրեմն Սպիրկ Հակոբոսյանը անշտամ է մարդ գիտեր որ սպիրկի ողնաշարն է վերջը իմացական, գդավարական ամեն մարդու համար պետք է հարված էին զինքը պետք է դապալեին զինքը եւ ուրին հաճայցան վերջին հաշվում եւ ուրեմն իր պաշտպանություններն են եւ ուրեմն եւ պիտի տեսնեք վերջավորության միտքեր սիրտանոնով կրություն մգա, որ Սիոնի մեջ լույս տեսած է եւ իր վերջին գրածն է, որ դված է Սիոնի խմբակցության, հետո Բերութ կացած է, Բերութեն Հալեբ կացած է մեռնելու համար, տարօրինակ է մարդիկ ինչպես գիտեն որ պիտի մեռնեն, ինչու Հալեբ կացած է, մեկը չի գար Հալեբ որ ավերացած ինքը, Բերութ հավերված է, Հալեբ չէ հավերված, այդ Բերութ Հալեբ կացած է մեռնելու համար շատ հստակ է եւ իր ցերտին դագուներ իր վերջին կրածը, որ հիստունդալի վերջը լույս տեսավ անշուշտ, որ գոչվի կյանքին պես իր ինքնակենսակրությունը, գիտեք չէ, ինքնակենսակրությունը, ուր կպատմե իր կյանքին ձնել են առաջ 3 ամիս առաջ ինչ պատահած է եւ ձնել են 3 ամիս հետո ինչ պատահած է, այլ այդտեղ կարտացեք կյանքին պես։ Եվ այս ուրեմն Մակնիշանյան Ստորագրեգոր ճիշտը որ գոչվի Ճարտարական ասկայնականություն ուզեմ երկու ասկիկով վերջացնել երկու բառ ասել այս կերպի մասին որտեղ անգլիացորեն դժվար կերպն է ուրեմն ուզեմ երկու բառ ասել Երկու բաժին եթե ծեր կարնեք կտեսնեք առաջին բաժինը քիչ առաջ կսեի որ գրված է 25 տարի առաջ ասանք 150 ծամներ գրեցի ես ինքսինքին համար ինքսինք ես կոր էի ավանաբար եւ այդքան եւ մեկով ինչ էր հոս հիմատվան վերնակիրն է Ասկային բանասիրության սկզբնավորություն Ասկային բանասիրության սկզբնավորություն Ուրեմն ինչ դեր է սկսավ մատկիս մեջա 19-րդ տարու սկսն է 19-րդ տարու սկիզ հոն ուր բանասիրությունը դսկսի ընտանապես եւ որ բայ մեջ արտիերանի մասն եւ հայրուն ամեն բան անուններ այդ անունները որ հետաքրական գերբով այդիկա այդ քիչ երկար խոսեց այս դեպքի մասին Երևան այդ երկրորդ ներկայացումին որ ֆիլմով
դա ստերևույթին, կնակ դիգնել դերևս, անուններ, մորցված անունները, մեծ անունները, Ուգասին Ջիջյան, առաջին հայրենիք դբողը իմիջայրոտ է պանասիրութեն են անգավ, առաջին աշխարապար կիրք դբողը և Ուգասին Ջիջյան եղած է, առաջին կիրք 1792, չեմ սխալել որ չէ, 1792, 18-րդ դարու վերջադրության է, աշխարհակրություն։ Հետո Ինջիջյանն է նաև առաջինը, որ աշխարհապարով դարիցիրկուս ընձայած է 1899 և անունը չեք լսած, չէ՞։ Առաջին իվերջո անձը, որ աշխարհապարով բարձրական մամուլ վրա դարան է։ Մեր ականջները գլեցնեն այդ կատադրված կրապար, չեմ գիտեր առաջին թերթը եղել և այլն, չէ, առաջին աշխարհապար թերթը Ինջիջյանն է մաշր։ Դա այդեցիտնա։ Եվ մյուս ադոր գողքին երկու անուններ կան ուրիշ, որ ինձ համար իմ հերոսներս են կանոնական լսած են, որ դասախոսեմ իրենց մասին, միջավեցոս մեկ անգամ դասախոսած են իրենց մասին, չէ, մեկը ուրեմն Հովհաննես Թունտասի անունը ինչ էր, Հովհաննես աշխարհաշունչի հրատարակիչը Զորաբյան, ուղղակի հոգնեցակ նշանակել, պետք է գեցնենք, ինքնաբյան է Զորաբյանը, որ ինքնալ պանասեր ասուց և առաջին հայկական աշխարհաշունչի հրատարակիչը ինքը եղած է, պես նաև ինքնալ աշխարհապար գրել և երրորդը լալով Պշկյան, Մինաս Պշկյան, որ ի վերջո առաջին քրագանություն մնող հայերեն լեզվով Մինաս Պշկյանն է, քանի որ ի վերջո Ռոբինսոն Կրուզո տակմանած է, Էզոպոս տակմանած է և մեկը կարևորություն չէ դեպատ, ով է աս, ինչ է որ երեխաներու համար քրագանություն։ Այո, հայերեն առաջին քրագան խորձերն է, 1815-1817 և ունի կիրք 1819, որ գոչվի աշխարհապար շուշտ Ոնդոսի պատմություն։ Ուրեմն իմ մետքիս մեջ այդպես սկսա։ Ինչու պանասիրություն ոնք սկսի, ինչ է պանասիրություն գոչված։ Եվ ուրեմն մետքիս մեջ գար, որ դեպամը չես կրեր, առանց հայտնագործության, և ուրեմն հայտնագործությունը անուն դամ և կիրքին մեջ քանի անգամ մեջ գրված է, Պարեգամը, որ Կոլոմբիա համալսարանը մինչև այսօր պրոֆեսոր է միջայլով, ստատիստիկուրգուրիստը գոչվի, որի վերջո նույն հարցումը թրածել իսինքին, նույներու բարակայր։ Եվ ուրեմն կիրքն ունի, որ գոչվի Dream Nation։ Եվ ուրեմն գբատն է ասկի ձնունդը արտիական իմաստով, պանասիրության մեղսակտության։ Եվ այդ կիրքը անշուշտ ջերքոյություն չեր ունենալ առանց Edward Saidi և Edward Saidi ներկայություն չեր ունենալ առանց ճարակցի Միշել Ֆուկոյի ամբողջ շարքը։ Եվ ուրեմն ինչ կգադարվի որ այդտեղ շատ բարձ պիտի բացատրեմ մեկ տարով օգնեցանք այորս Ձնունցն է այն էագին որ գոչեմ, ես կգոչեմ, փնիկը, ձնունտն է այդ էակին, ասկային փնիկը եթե նուսեք։ Եվ ով է փնիկը? Փնիկը այն է, որ ինքսինք կտեսնե փանասերին հայացքով։ Փանասերն է ուրեմն, որ եվրոպական հայացքն է, որ կբդցնե այդ փնիկին վրա, որ կդառնա փնիկ այն վարդյանին, որ այդ փանասերին առարգան կդառնա։ Ուրեմն երբանին եվրոպական ասենք արևմտյան հայացքին ներանձնականացումն է, ի վերջո այդ ֆենոմենը որ կկատարվի 19-րդ դարու սկիզբը։
Եվ օրիենտալիզմ կոչվածը ինչ որ գուզեն թողսեն, ուրիշ բան չէ, եթե ոչ արևմտյան հայացքը չէ արևելցին վրա, արևելցին հայացքն է ինքն իր վրա, արևմտյան հայացքով, վաու, դարբեր են բանի չէ։ Այսինքն դուն քու յանդակատ կտարնասկով, հասկնաս։ Եթե գա երբ որ հասկացա, ինչ հայտնագործություն։ Եվ ուրեմն այլևս չունին էր գրել, ասի առաջին բաժինը։ Հետո գա երկրորդ բաժինը, որ կգոչվի, գրոնք և փանասիրություն կգոչվի եղեր։ Եվ երկրորդ բաժինը ադորամար սիրելի դեր հայր։ Առաջին դողը առաջապանին գսե, խոս ճշմարությամբ և թշգամությամբ կովկովի եկած, կովկովի դեպքելա, կովկով գրվել է, սխալ մգա։ Էջերը, թշգամությամբ կովկովի եկած էջերը, ձննդապանություն մգայդա բնտեն անշուշ, 19-րդ դարում ծավալած քաղաքական ասկայնության ձննդապանությունը և այլն, բայց թշգամությամբ կովկովի եկած է, որովհետև մեկը 25 տարի առաջ կրված է, մյուսներն մյուսի ինչ են մյուսները, ուրեմն մյուսները ինչ են, Երևան քանի ոգի քովեսիգան ասին բանոն նշանյան, ուր են պետք է սկսենք այս կետքը, եթե այս կետքը ծեր կարնեք, սկսեցեք երկրորդ բաժինի երկրորդ գլուխեն, որ կգոչվի առասպելապանական գրոնքին քյուդը, առասպելապանական գրոնքին քյուդը։ Եվ ուրեմն 19-րդ դարում փանասիրության երկրորդ մեծ քյուդն է, առաջին քյուդը փնիկն է, փնիկը, ով էր փնիկը նորեն ասենք, այն մեկն է, որ ինքսինք գնայի, ինքսինք իր ենթական գտարցին է, արևմտյան հայացքով ինքն իր ենթական գտարնա։ Բայց մյուս մեծ քյուդը 19-րդ դարում առասպելապանություն գոչվածն է։ Ուրեմն գրնակ թուրքցեզի հարցում դա թե ինչու առաջ առասպելապանություն ուիներուն, կաներուն չէին գիտեր թե ինչ է։ Անշուր գիտեին ասվածներները գիտեին, առասպելապանությունները գիտեին, ամբողջ կրվածները գիտեին և այլն։ Այո, ուրեմն ինչ է փոփոխությունը 19-րդ դարում։ Փոփոխությունն այն է, որ ասվածները մեռած են։ Եվ մինչև իրենց, մինչև 19-րդ դարի սկիզբը մեզի համար չէին մեռած են բազարը։ 19-րդ դարի սկսյալ մեռած են մեզի համար։ Ուզեմ սել մեռած են մեզի համար կնշանակի, որ պետք է ես սկամ իրենց մահը։ Ասկադով սկսի, որ 19-րդ դարի սկիզբը և գերտավոր մինչև Դանիել Վարուժան։ Կողպամ ծեր մահը արվեստի ստարն սրդեն կողպամ ծեր մահը ով պետանոց աստվածներ։ Ողբի հարցն և կսկսի հլդյանին են, որ պիչարաճանունը դվի չէ, մինչև Դանիել Վարուժան։ Վերջինն է Դանիել Վարուժանը, վերջին ներգայացուցիչ այդ ամբողջ ավանդության։ Մեզի համար դժվար է, չեմ գնա որ ճիշտ հայերեն բանադայությունը գտնել, մեզի համար չեն մերած կուզեմ գորստել, մենք մեր մորթին վրա գսկանք կոր իրենց մահը և պետք ունենք մեր արվեստով իրենց սուկը դանելու և մեր արվեստին էությունը, արվեստի ստարն սրդեն, սիրտն է արվեստին, էությունն է, գորիզն է, գողպան արշազներում մահը։ Ուրեմն արվեստը վերասահմանվի 19-րդ դարում, փանասիրության ասվածներում, փանասիրական ասվածներ են իվերջը, ասվածներում վերածնունդով, եթե կուսեք ծեղով վերածնին ներնելու անում, և այդիկա պացադրել պետք է, և այդիկա ուրիշ ավելի դժվար է պացադրելը, քան թե պնիգի խնդիրը, որ հսակ է, ներանցնականացն է, արևմտյան հայացքով, այդիկա հասկացանք պնիգն է, մյուսը, պետք է պացադրեց, թե ասվածներում մաղը պետք է սքաս, ինչու իդի սքաս, միան Վարուժանը չէ, կերմաններեն դսկսի, ինչև Դանիել Վարուժան, Դանիել Վարուժան, ոչ հլերին գատացած էր, ոչ պիրիսոպայություն գատացած էր, ոչ չերին գատացած էր, դեղեմ
ժառանգած էր այդ անհրաժեշտությունը Աստված մեկը մահացիկալ աղասի կատոր բացառությունն է Բարի Այո, այսքան է դուք եք բացեցեք շնորհակալություն Այսպես որ ուզեի քիչ բացատրել որ ինչ-որ գաղափարություն է այս կերպի մասին Ֆուկոյի Ագամբենի Էդվարդ Սայդի եւ իմ քիլքիսիչը եւ այլն վերջը կապտոդա չէ սամփոթին միջը անգապանից չեն Շնորհակալություն Մարկ հարցումներու բաժին մնալ ունենք եթե հարցումներ կան խնդրեմ Okay. Parliamo. Almeno una rastuzza Ok. Parliamo. No, vi micro. Հիմա որ անդրադարձակ, որ վերջին է Բարոժանը, ասում ես համար ծանոթ է, բայց Օդար Մանուկյանը համար ծանոթ է։ Parliamo. Հոսկովս է որ եւ նորեն ասված է։ Հիմա որ արձական կնեգոր եւ չի Հիմա որ անդրադարձակ վերջինն է Բարոժանը, մեզի համար ծանոթ իրողություն է, սակայն Օդարներուն համար ծանոթ է։ Ադե այդարցում է։ Uf. Okay. Դիմեք։ Քերթոր բլդյանը կարևոր քիչ ունի Իրանիան Բարոժանի մասին, որ գոչի Գրնայի շրջանակ։ Եվ Մարկոսանյանը այս քիչին մեջ որ գոչվի le deuil de la philologie, նայեցեք deuil դա ունի գեսի վերջո այս քիչին Դանիել Բարոժանի մասին։ Եվ դա վերջավորության բոլոր բանասերությունները, որոնց մասին խոսքը գաղը տանցնի, տակնված են ֆրանսերենի։ Բայց այս կիրքը գրնամ վստահեցնել չեսի, որ մեկը չէ արտացած անշուշ։ Եվ ուրեմն սերարչունին բադասանային է, որ բադասանչուն ունի վերջ։ Թե ինչու ֆրանսերեն կիրքեր դկրենք, քանի որ և չատ լավ կիտնալով, որ մեկը դիք չի գարտան։ Հաջորդ հարցում դրան ամիսացր լապկեզ։ Բայց սերարչունի բադասանն է այս կիրքը ամեն բարակային։ Ֆնամն է։ Իմանցանքս չեն, Բայց վարգյամը, սագայն, ֆրանսերեն կիրքը մեկը չեր ացացած գրնակստալ Ֆրանսահայերը ամեն բարակայի չեն գարտար, գիտեք, չէ, եթե մեկ պիտի գարտա, դուք եք ինչի այլոց, որ դուք ակ ֆրանսերեն գիտեք, բայց դարբեր եք իրենցնի, բայց այս նույն կիրքին անգլերեն է տակմանված մասամբ Ջեֆ Կոշկալյանին գողմ է և մասամբ մյուս Ջեֆին անուն ինչ է Ջեֆ Ֆորդ և այս կիրքը գարտասված է, որտև թշպախտապար այսօր Թշպախտապար ֆրանսերենը թատրած է միջազգային լեզու լալ է և մարդիկ երբ որ կիրք գարտան իրենք ջուրերուն մեջ և այլն, այսի կգարտան և Առաջին հարցների հարցում բայց արգայի կրոտիցք են քերակիտական ասկայնականության գավված ամեն բարակայի պակինի մեջ վերուզագամը լույս իդեսն է անաժանից սորակության իգիլավեսի որ հարաճապանի մեջ կարդացի այ թժվամությամբ Ցեզի իմեյլ գրեցի և պատասխան մտվիկ, հիմա ուրիշ պատասխան մտվիկ։ Ճիշտ է երկու բաժին է գիրքը, բայց քիչ առաջ որ le deuil de la philologie ցույց տվիկ բացատրությունը տալու համար անգենձորեն զայր քերակիտական ասկայնականություն հադորը նույն դրամականությամբ կաշխատի։ Le deuil de la philologie դրամականությամբ կաշխատի։ Եվ ուրեմն, որպես այդպիսին, նշանակեմ, որ ամբողջությունը երկու մասերը որպես մեկ ամբողջություն ընկերգված են։ ಅದರ համար է, որ այդ թշգամությունը չի հասկացա շատ։ Ուրեմն, սա ճիշտ է, նայեցեք այս le deuil de la philologie և այս հայրենը նույն կիրքը չեն բացարձակապես,
բայց նույնը խոսե որ ասма ֆրանսերեն երբ որ գրեցի 2000 ուրեմն մեդին գրածեի հայրենը եւ ուրեմն ադոր հիման վրա գրեցի այս ասոր մնացյալը վերջ քանի որ ամեն ինչ հասկացած էի այլևս գրնայի հանկիստ գրել ֆրանսերեն եւ այլն ուրեմն նույնն ամբողջը բայց դեպի դիրքեր են ոնց Դանիել Վարուժան չգաս բայց ոնց կա Դանիել Երկրորդ հարցում ես կրնաժարի հորձավեստաների երկար վիդեոլա բայց բանը դեր այլը թշգամություն պարը իրեն դարօրինակ կտվի գոր որտեղ այս նորեն գարտանք այս Կովկովի եկած թշգամությամբ նայեցեք որ թշգամությամբ Կովկովի եկած էջերը ուրեմն իմ թշգամությունս չէ իրենք են տեքստերը չեն ուզած Կովկովի կալ դարիներով պայքարած են չեն ուզել Կովկովի կալ ասացեն չիմացրած են Ահասի Ես երկու հարցում ունեմ առաջին հարցումը ավելի հետաքրքրական է ուզեմ գիտնալ դուք իբրև մաթեմատիկոս չեք իբրև թվականության մասնակետ եւ փիլիսոփա ինչու էպիստեմոլոգիի Գաստոն Բաշլար չտարբանեցիք, Յան Պոպեր չտարբանեցիք, որոնք շատ ավելի քիդական մարմին եւ կազմած են ավելի այդ ֆիզիկան փնապատակչակը հետաքրքրված չեմ եւ ոչ դա այդ էպիստեմոլոգիա էպիստեմոլոգին շատ կսվեցի եթե էպիստեմոլոգիա Միշել Ֆուկոյով եւ այլն եւ քիդությունը իրաց կողմն Իշտանի ադել որ ինչու համար այս դերակցությունը մոտեն ու կա Ես փիլիսոփայության աշակերտ ուսանող եղած եմ, չէ՞, փիլիսոփայության ուսանողը լալի ինչ կնշանակի որ իմ երկու ուսուցիչներս որ գոչվեին Ժան-Լյուկ Նանսի եւ Ֆիլիպ Լապուլապախտ, որ առաջին սերունդի Դերիդայի բաններն էին, դիսցիպլիններն էին, ասենք, չէ՞, եւ հետո ասկացած եմ որ կրետեին դարիքս էին իմիջայլով, չէ՞, ինձ մեր 4-5 տարի մեծ էին միայն Եվ համսորվեցա, որ երբ որ փիլիսոփայից պետք չէ անցերու աշակերտ լաս, որոնք իրենք տակավին չեն հաստատված որպես հեղինակություն յանքի մեջ, տակավին կաշխատին որպես մեգումը հետևորդները ասենք։ Շատ դժվար է յանքը, բայց ի վերջո 10 տարի կնստիս, իրենց մտիկ կնես։ Փամը չես հասկանալ։ Ինչու էլ դանին մասին գողոսին գոր, ինչու կերմանացի բաբաշներուն գողոսին մասին գողոսին գոր, ինչու ատենեումի մասին գողոսին գոր, ինչու ատենեումի հեղինակներ ատենեում, քանի իրենց գամն էր ատենեումը Եգոյով սնդարի արա, ինչու այդ մասին գողոսին գոր, ինչու այդ մասին կեկ կրեն գոր, համը չես հասկանալ, այդ մտիկ կնես, 10 տարի մտիկ կնես, ինչ երակիմա? Ուրեմն ես այդ դպրոցին կպատկանեմ, այսինքն Դերիդային եկած, իրենց մի անցած, այդ շրջանին քիչ արագ խոսենք, որ Ժակ Լականի հոգեվերլուծություն, այդ բաները կային եւ այլն, ես ադոնցնով մեծած եմ, այդ չկուսածները չկար, գոյություն չուներ իրենց համար եւ ինձ համար գոյություն չունի։ Հետաքրքրվեց բանով որ գոյություն ունի քու վարպետներուդ համար, չէ, որտեղ այդքան 30 տարի վերջ միայն հասկանաց, թե իրենք ինչ կսին որ այդտեղ, որ մենք հասկանաց, վաու, և գգրվեց իրենց հետ իմիջան, Ժան-Լյուկ Նանսին թատրած է ամբողջովին իմ բարեկամս լալ, իմ դպյախ բաներ կրած է, դա ուրիշ արի թող գվատանից էսի։ Երկրորդ հարցումս ավելի եզրափանության մասին է եւ մանավանդ փիլիսոփայության եզրափանության։ Ես ալ արիթ ունեցած եմ փիլիսոփայություն դասավանդելու, բայց նույնիսկ արդեն փիլիսոփայություն բառը ինձ համար հայերենով խորտ է, որովհետեւ փիլիսոփայություն հայերեն մեջ իմաստ չունի, բարձրապես դարբարացի թարգմանությունն է ֆիլոսոֆիային, որովհետև ոչ փիլին իմաստ ունի, ոչ ասոպան իմաստ ունի, անոր համար մենք իմաստասերը
Հարցումս երկրորդ, երբ պիտի լույս տեսնե ձեր անշուշտությամբ, փիլիսոփայության կամ իմաստասերության բարանանը հայերենով, որտեղ աղքատ է, շատ աղքատ է։ Աղաս եկոսեն, կամ հայաստանցերուն կարող է պանել կորձերը գարտացեք, հաչոտ կերկերս ինչ պիտի ելնան, հաչոտ կերկերայը թուն, այդ կան պիտի ելնա, մեկը պիտի ելնա իմ հաչոտ ինքերոս, նոր գամ լույս պիտի տեսնե, թիվ դասնում եք, հետո լույս պիտի տեսնե, կիրկն որ գուգրջի պանասերություն և ապուխություն, որ չարենցի և բայոշագանի մասին է, հետո լույս պիտի տեսնե, ագամբենի նոր տակմանությունը, նոր վերջին կիրկին տակմանությունը, որ միայն հայրեն գամ չև հիմա ուրիշ լեզով ուրիշ չլեսան։ Հետո այդ կուսած պրիստի դեսնեք, բայց հայրեն գներ ես, ես հետաքրքրված եմ իմ հարցերով ես, որ են ինչը վերապրող լեզում օրինակ, չէ? Բայց վերապրողի երևութականությունը, բայց փիլիսոփայության պսպանության հետաքրքրված չեն, որբեսայդ, փիլիսոփաները թող իրենց գործը անեն, ես փիլիսոփա չեմ, ես եվրոպական իմաստով փիլիսոփա չեմ եղած երբեք, և չեմ ուզածը լալ, չէ՞? Չէ՞? Չէ, համացել չեմ։ Այո։ Բարև, դիտիկ նմանությունը թուկ և Էդուարդ Սայդի մինչև Ավելի մարդիր, որտեղ արցական չեմ լսել։ Ասանք լավեր։ Բզդիկ նմանությունը թուկ և Էդուարդ Սայդի մինչև երկուք նիտան որոշ տարիքեմը վերջ մայրենի լեզուն դուսորում։ Որով Էդուարդ Սայդն ալ 30 տարեկանում դեր հարապերեն է վսորում։ Եվ գրել գարտաչում։ Ես հայրեն ուրիշ չեմ ծորված, ես հայրեն կիտեմ։ Ավելի մասնակիտացած ինքնան կիտեղ խոսել, բայց ավելի մասնակիտացած։ Ես ինչ որ իր հակազորիչները լսած եմ տիտածան, ասիմ եմ։ Երկրորդ հարցումը, առաջինը նմանությունն է, կրնաղա սխալում է, բայց երկրորդ հարցումը, որ կիչ առաջ նախքան հասախոսությունը սկսիլը ծետե հարցուցի Հակոբ Օշագանը Հայաստանի մեջ ակադեմականներում գողմեր որ կանով ընդունված է դու գսի որ զերո ինչ է պատճառը որ Հակոբ Օշագանի պես անձնավորություն և վիպակիրում կամ մտավորականը անընդունակ է Հայաստանի մեջ Բերքն ուրիշ բան կոմանդիր Ուրեմն Հակոբ Օշագանի մասին ասեմ բայց կար Իմիջիալոտ շապատատու շմիագար վիդեխոսին Հակոբ Օշագանի մասին ուզայցան վիդեխոսին 1934-ին, երբ որ մնասորդած լույս կտեսնե երեկադոր կայրեի դպարաններեն, Զաբելեսայանը իր մեկը խնդրե, որ ғրգե, Զաբելեսյան Հայաստան է, չէ, ғրգե հադորները, գղրգե և վերակաման իրեն, և գրե Հակոբ Օշագանը, որ անշուշտ վերակացողները ժամանակ չէին ունեցած դիրքերը կարգալու, բարձապես չեր մտներ և վերջ, Հակոբ Օշագան չէ միայն, ով որ լար, չեր մտներ Հայաստան։ Okay. Այդ մեկ։ Վակսունական թվականներուն գար Հակոբ Օշագան Հայաստանի մեջ։ Երբ որ Բարյուսևագը, գիտեք, որ Բարյուսևագ գարտացած է, Գարտացած համավատքեր, terörist պամ, գարտացած է ամեն մարակայի։ Սարինյանը գարտացած է, Սարինյանը դեմ կրած է, Բարյուսևագնա պաշտպանած է, ուրեմն գիտենք, ասանք, բայց բան է, գիտեք ֆրանսերեն նամֆեա գսել, կրատարանի մեջը այն քիրքերը կան, որ բանը ժողովուրդի իրավունք չունի այդ քիրքերը առնելու, միայն մենաշնորհյալները իրավունք ունեն։ Այդ է, որոշ քիրքեր, ամեն մարդ իրավունք չունի այդ չուսանելու։ Բայց կար, հետո եկած է Քյաղամսևան անունով, Քյաղամսևան էր, որ Բորսահայ, որ հետո Հայաստան ապրած է, քիրք հրադարակած է և այլն, մեկ հատոր հրադարակած է, բայց ինչպես միշտ, ով գրնանցնալ թե ով է Հակոբ Օշագանը Հայաստանի մեջ,
երբ որ ներգայիս Կովկովի գտնես բաները, ընդրված քանի մեջեր, առավել խոնարհները, օքեյ, դու արդեն չես կնար բացատրել թե ով է Հակոբոսյանը որպեսզի եւ այլն, ուրեմն ոչ մեկ միջոց չի կա, որ բանը դուք եք։ Եվ մեր միջև երբ եղած է ընկալում ռեսեպսիոն Հակոբոսյանի, որպեսզի իրենք ունեն Հակոբոսյանը մեր ճիշտ է 20-րդ դարում մեծակրում կրողն է, բայց մենք գիտենք Հակոբոսյանը, իրենք ինչու գիտնան ու դրան մի գիտնան։ Մեզ մեր ում գարտացած է։ Հա? Մեզ մեր ում գարտացած է։ Հա։ Այլ ամբողջ գարտալ դեկնել է։ Գարտալ արդյուններ տնելով, գարտալ տեղի շարանքելով, գարտալ ինքսինքդ հարցման նշան տնելով, ինքսինքդ հարցականի դակ տնելով, եթե որ ինչի գծար է գարտալը։ Եվ գարտալ, ինչի գծար է գարտալը։ Ես չեմ գարտալ, ընդհանրապես ես չեմ գարտալի միջրայնոց։ Ինչի գծար է գարտալը, Okay. Ես հասարակություն հակցի, որով ես վստահ եմ շատ կարդում ակնոց մեկ որ հարկանք ունի Հակոբ Օշականին թեկուզ իր կաղապարակիցի չեն, այսինքն ինտիմատիվ են։ Մեջ տեղում պիտեն Վասկեն Շուշանյանի խոսքը գսե որ եթե դու մտավորականի կամ հերոսի գերբարի շուրջ համացայն ես, ադի գլա առաջի երկխոսության։ Հայաստանի մեջ մադի վրա համբուրվելի անձեր են, որ Հակոբ Օշականին դիջանչում ասի մեկ, ասին տեսագետս է ներկայացնեմ, որ վերջը եզրապակեմ աս ժողովրդային առածին Հայաստան մեկը գիտենք, որ ցույց տված է փաստած է, որ Հակոբ Օշական գարտած է, այո, մեկը դա, որ անունը չեմ հիշել, որ դու ինձ պիտի հիշեցնես տերևս շուշ Գրիգոր Հակոբյանը, որ գանուխ մերավ դժբախտաբար Գիմ Աղապետյան Այո, այդ մեկը ես չեմ Այդ մեկը գիրքն ունի, գիտեք մնացորդացի մեջ այդ Թուրք Փաշային և Մատիկ Մելիքյանցի միջև այդ խոսակցությունը, հայոց այդ խոսակցությունը, ուրեմն ադով շուրջ հայությունը կպաշտպանի, որ թուրքերուն դեմ, գպավ է հայությունը պաշտպանի թուրքերուն դեմ, հասիշ, այնպես որ իրենց ռողնան իրենց Մենք հարցում եմ սկտարվեմ ոնց հարցումն է Ես պարզապես հետաքրքրություն սարդնցավ այդ Քերման մարդուն վերաբրող լեզվի մասին իչն ավելի կսեք լեզվի Քերմանացին, որ վերաբրող լեզվի մասին Այո, ընդյալին է, այո Անը լեզուն գործունցուցինք ոդարության մեջ Նշան մնենք ein Zeichen sind wir Deutungslos Նշան մնենք չվերցանված շմերցլոս ցավ չունենք և լեզուն կրետ է գործունցուցինք ոդարության մեջ Քերմաներենի մասին չեն Որին մասին է, աշուս, իր մասին է Իր մասին է Եվ ուրեմն գործունցուցինք քանի որ ուրեմն կրենք որ գործված լեզվովը և եթե հասկանալի ինձ է որսել Դարվենակ է, դարվենակ է Ամենօրին ես ենթադրեցի, որ հրյակրով մտմանում և ստեղ որ վերադարձա իմ լեզվից 1903-ին կրված է, հազար բան, որտեղ դարբեր ծևերով թակմանված է, որտեղ պետքություն են հասկանալու թակմանողները, չէ, լեզուն գործունցուցին գոդարության մեջ, այնպես որ թակմանեմ, որ քանի որ Ֆրանսիային վերադարձին կրած է, ասենք 8 ամիս Ֆրանսիա մնացած էր, կալելով, կացած է մինչև Բորդո, և դա վերադարձած է Գերմանիա, կալելով, ոնը որ սկսած է խելականությունը նաև, և ուրեմն հասկանան այնպես, որ ուրեմն ոդարության մեջ է Ֆրանսիա, բայց անշուտ կապ չունի, Վերջին հարցում ավելի չգարանամ հիմա ոս
Մատ ներողություն մահ։ Ավելի վաղ եւ արձական կը Այո, Հայաստանի մեջ որ լավ, Հակոբ Մոսեսը որ կան միջե թարգմանացել։ Ինչպես գնալու սա թարգմանությունը։ Ես Հակոբ Մոսեսի ես նայ այս քիքին մեջը որ քիքին մեջը ուր է տամփանականին մեջը առաջին հիսունեջը Հակոբ Մոսեսի հելալինի թարգմանության մասին է բայց ես իր թարգմանություն փանասերական թարգմանությունը չես կնկատել իրավունք չկա որովհետև փանասերություն թարգմանելը ուրիշ բան է ուրիշ ասպարեզն է ուրեմն դուրսեն չես կրնալ միայն եթե դու չես ամեն որ դու ալթակման է գաղաչեն բայց քննադելու իրավունք չկա եւ ուրեմն բարձրացած քիրքը ներկայացնեմ որ եւ քննադատեմ որ շատ վիճակողական է վիճականական է իր զանոթակությունները ուրեմն գտեսնես զանոթակությունները Շատ լավ, ոնց գենանք, շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն Մարկին, շնորհակալություն համասկայինին։ Ձերին դիտակարգի, եթե դուք նորեն Մարկին, քիքերը գանդագավին,